Հայաստանում H3N2 տեսակի գրիպով հիվանդների աճ է գրանցվել։ Լրագրողների հետ շփազրույցում հայտնել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ իրավիճակը դեռ վերահսկելի է։ Նա խորհուրդ է տվել հատկապես ռիսկի խմբերում գտնվողներին 65 տարեկանից բարձր, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պատվաստվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում փակոթային տարածքի պատճառով եւ ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդակայան։ Ռուսական բազա Telegram-յան ալիքի տեղեկությամբ Փաշինյանի օդանավը մոտ 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրա, սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացել։ Ինքնաթիռը իջել է Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդակայանում։ Փաշինյանը Մոսկվայում պետք է մասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Ռուսաստանի մի շարք շրջաններում հակաօդային պաշտպանական համակարգերը ոչնչացրել են մոտ 300 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի վրա հարձակումը տևել է ավելի քան 3 ժամ։ Մայրաքաղաքի օդանավակայանները 7 ժամով դադարեցրել են թռիչքները, ինչի հետևանքով հետաձգվել եւ չեղարկվել է մոտ 200 չվերթ։ Առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկում։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Մասամբ այրվել է բանկի նախասրահը, ըստ պաշտոնական աղբյուրի բանկում քաղաքացի է եղել։ Փրկարարները նրան դուրս են բերել եւ շտապօգնությամբ տեղափոխել հիվանդանոց։ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը չի փոխվելու, հավատացրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա համաձայն չէ Ալիևի այն պնդմանը, որ գործող մայր օրենքում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Վարչապետ Փաշինյանը նորից կրկնել է իր այն միտքը, որ Արցախյան շարժումը փակված է եւ 120,000 տեղահանված մեր հայրենակիցները պետք է մնան Հայաստանում, վերադարձ չի լինելու։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն, ինչ արևմտյան։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնել։ Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող։ Facebook-ում գրել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Մեր երկրի թույլ ղեկավարը թույլ տվեց Ադրբեջանին թելադրել իր պայմանները Բաքվում պահվող հայ գերիների հարցում եւ մյուս բոլոր հարցերում։ Ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով, նշել է Նարեկ Կարապետյանը։ Հայաստանում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիպոթեկային աջակցությունը կավելանա 20%-ով 400 միլիոն դրամով։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 2025-ին այս ծրագրի համար հատկացվել էր 2.1 միլիարդ դրամ։ 2026-ին աջակցության գումարն ավելացնելու որոշում կայացվել է, քանի որ հոկտեմբերի վերջին արդեն միջոցները գրեթե սպառվել են։ Այս ծրագրով 2025-ին աջակցություն է ստացել ավելի քան 2500 ընտանիք։ Կոտայքում 4 մարդու սպանած տղամարդուն դատարանն անմեղսունակ է ճանաչել եւ նա կարող է խուսափել պատժից, հայտնում է Փաստինֆոն։ Լրատվականը նկատում է, որ անմեղսունակ ճանաչվածը 15 տարի է որսորդ միության անդամ է, 2 տարի առաջ ձեռք է բերել որսորդական հրացան եւ ստացել վարորդական իրավունք, ինչը արգելվում է օրենքով։ Մեղադրյալը հարցաքննության ժամանակ հաստատել էր, որ հանցանքը կատարել է դիտավորյալ եւ ընդունել է մեղքը։ Հոկտեմբերի 12-ին նա Արամուսի դաշտամիջյան հատվածում սպանել էր իր հարևան ամուսիններին, որոնց հետ լարված հարաբերությունների մեջ էր, ապա Ակունք գյուղի դաշտում սպանել էր եւս 2 մարդու։ Իրավաբաններին ասել էր, որ փախուստի դիմելու համար նրանցից մեքենա է ուզել, չեն տվել։ Հայաստանում գործարկվում է մեկ միասնական արտակարգ զանգերի հեռախոսահամար 112, որը միավորում է ոստիկանության եւ փրկարարծառայության նախկին 102, 101, 911 հեռախոսահամարները։ Կառավարության նիստին ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանն ասել է, որ այս կերպ մեկ զանգի սպասարկումը կնվազի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը մինչև 10 րոպե։ 102, 101, 911 համարները կշարունակեն գործել եւ կվերահասցեավորվեն 112-ին, մինչև դրանց անհրաժեշտությունն այլևս չի լինի։ Շտապօգնության 103 հեռախոսահամարը կշարունակի գործել, սակայն ամբողջ տեղեկատվությունը կհաղորդվի միասնական հարթակի միջոցով, օնլայն ու մի քանի վայրկյանում։ Ոստիկանության եւ փրկարարծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102, 911, 101
Փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միության առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաեւ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։ 102911101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին եւ համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։ Եվրամիության երկրները գաղտնի քննարկել են Կիևին ֆինանսավորելու այլընտրանքային ծրագիրը, եթե չհաջողվի համաձայնության գալ Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինայի օգտին առգրավելու մեխանիզմի շուրջ։ Ըստ ծրագրի Եվրամիության անդամ երկրները պետք է օգնություն տրամադրեն սեփական բյուջեի հաշվին։ Այդ նախագիծն ամենայն հավանականությամբ առաջինը կընդունեն Գերմանիան, Սկանդինավյան երկրները եւ Բալթյան պետությունները։ Բրիտանացի քաղաքական գործիչ Ջին Ֆերգյուսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպային հնարավորություն է տվել կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց Եվրոպան ընտրել է պատերազմի ճանապարհը։ Նրա խոսքով Վլադիմիր Զելենսկին պատասխանատվությունը թողել է Եվրոպայի վրա, իսկ եվրոպական առաջնորդները չեն գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնությունները։ Զելենսկին պարզապես զրոյացրել է խաղաղության ջանքերը, այժմ այս հակամարտության համար պատասխանատու է Եվրոպան, գրել է Ֆերգյուսոնը։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահը կոչ է արել Զելենսկուն իրատես լինել եւ գնալ խաղաղ գործարքի։ Երկրում կա զանգվածային կոռուպցիա եւ ընտրություններ դեռևս չկան, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության առաջնորդների հետ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Նրա խոսքով եվրոպացի առաջնորդները խնդրել են իրեն մասնակցել շաբաթավերջին Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու է նաեւ Ուկրաինայի նախագահը։ Մեզ խնդրեցին այս շաբաթավերջին Եվրոպայում հանդիպման գնալ, բայց մենք որոշում կկայացնենք բանակցությունների արդյունքների հիման վրա։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել։ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին առաջարկել է Ռուսաստանին վերադարձնել համաշխարհային տնտեսություն եւ վերականգնել ռուսական էներգակիրների մատակարարումը Արևմտյան Եվրոպայում։ Ըստ ամերիկյան մամուլի այս առաջարկը ներկայացվել է որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացի մաս։ Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահի վարչակազմը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, որոնք նկարագրում են Ուկրաինայի վերականգնման եւ Ռուսաստանի հակամարտության ավարտից հետո համաշխարհային տնտեսություն վերադառնալու մասին ԱՄՆ-ի տեսլականը։ Ծրագրով նախատեսվել է, որ ամերիկյան ընկերությունները ներդրումներ կկատարեն ռազմավարական ոլորտներում, հազվագյուտ մետաղներից մինչև նավթահանում։ Բայդենի խելահեղ քաղաքականությունը ամերիկյան ընտանիքներին զրկել է իրենց երկրում արժանապատիվ կյանք ունենալու հնարավորությունից, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հարկերի կրճատման, բարձր վարձատրվող աշխատատեղերի եւ ամերիկյան արդյունաբերության մեջ ներդրումների միջոցով նախագահ Թրամփը քայլ առ քայլ Ամերիկան կրկին մատչելի է դարձնում աշխատող ընտանիքների համար, շեշտել է նա։ Մեծ Բրիտանիան ընդունել է, որ գաղտնի դեսանտներ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին պարզվել է, երբ մի բրիտանացի զինծառայող զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ Guardian պարբերականի, Ուկրաինայում Միացյալ Թագավորության ավելի քան 100 զինվոր կա։ Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում գտնվող Պրավոբերեժնի շուկայում չորեքշաբթի օրը խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Կրակը տարածվել է 1500 քառակուսի մետր տարածքում։ Հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են 1 զոհի մարմին։ Մինչ այդ հաղորդվել էր 1 տուժածի մասին։ 55-ամյա մի տղամարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Կրակի դեմ պայքարին մասնակցել է 96 փրկարար։ Դեպքի արդիվ քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման փաստով։ Նախնական վարկածով հրդեհի պատճառ կարող է լինել էլեկտրալարերի անսարքությունը կամ անվտանգության կանոնների խախտումը, հատկապես ձմեռային շրջանում ջեռուցման սարքերի գերծանրաբեռնվածության պատճառով։ 53,000-ից ավելի միգրանտ կվտարվի Ռուսաստանից։ Երկրի հատուկ ծառայություններ անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ են բացահայտել, որը 50,000-ից ավելի մարդու անօրինական միգրացիա է կազմակերպել դեպի Դաշնություն։ 12 մարդ ձերբակալվել է։ Խմբի ղեկավարը ծնունդով Օդեսայից է, որի բնակարանում հայտնաբերվել են Ուկրաինայի եւ Բուլղարիայի անձնագրեր։ Պարզվել է, որ հանցավոր խումբը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում կազմել է միգրանտների համար կեղծ աշխատանքային պայմանագրեր։ Այս սխեմայից օգտված 53,000-ից ավելի օտարերկրացիները նույնականացվել են, նրանց բոլորին սպառնում է արտաքսում եւ Ռուսաստան մուտքի արգելք։
Առաջին անգամ անգլերենով էկրան կբարձրանա Վարպետը եւ Մարգարիտան վեպը։ Ֆիլմի ստեղծողը եւ գլխավոր կերպարը լինելու է Ջոնի Դեփը։ Նկարահանումները կսկսվեն 2025 թվականի վերջին։